Քանի հոգի է ավելանում 24 շատ լավ շնորհակալ եմ անցնենք զեկույցներին Քաղաքաշինության փողի վերահսկողության վարչությանը հանձնարարական համար 114 ներկայացնել Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման երկրորդ փուլի աշխատանքների ժամանակացույցը Պարոն քաղաքապետ, տեսանյութով մենք ներկայացնում ենք իրավիճակը, տեղեկացնում եմ, որ Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի հիմնական փլուզված հատվածը կառուցապատող Սահակյան շինփբ ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է եւ ներկայումս ապահովված է նշված ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նշված ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի իրականացնել հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ։ մի փոքր հատվածն է մնացել, հա, ճիշտ եմ հասկանում, պարոն Խոջյան։ Մի 10 մետր ոչ ավելի, պարոն քաղաքապետ, այստեղ երևում է կադրում, այդ վերջնամասն է, բայց այդտեղ փաստացի ճիշտ է գծանշումները արված են, որ ճանապարհը նեղանում է, բայց փաստացի երկու մեքենաների անցանելիությունը ապահովված է եւ պիկ ժամերին երկու մեքենաները կարող են զուգահեռ անցնել ու այդտեղ խցանումները արդեն որոշակի կթեթևանան։ Շատ լավ, կարելի ասել տենց մի 90%-ով արդեն 90%-ով արված է։ լուծմանը մոտ ենք։ Այսօր էս ինչ օր այս տարվա վերջով Պարոն Հովհաննիսյան կարող է մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել Աջափնյակի, չէ՞։ Դեռ չէ, պարոն քաղաքապետ, Ափսոս։ բայց դեռ դեկտեմբերը կա։ Հաջորդը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 11 ներկայացնել տեղեկատվություն էլեկտրական 250 ավտոբուսի ձեռքբերման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, նշեմ, որ էլեկտրական ավտոբուսների մինչև 250 մետր 250-18 մետրանոց հոդակապված ավտոբուսների ձեռքբերման ներդրումային ծրագրի ուղղությամբ Ասիական զարգացման բանկի կողմից միջազգային մրցույթի արդյունքում ներգրավված է խորհրդատվական ընկերություն, որը արդեն իսկ աշխատանքներ է տանում ծրագրի փաթեթի պատրաստման, գնումների փաթեթների պատրաստման եւ այսպես կոչված իրագործելիության ուսումնասիրության ուղղությամբ մեր ակնկալիքը նա է, որ արդեն եկող տարվա մայիսին մոտ խորհրդատվական աշխատանքները ավարտվելու են եւ ունենալու ենք վարկային ծրագրի բանակցությունները մեկնարկելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում զուգահեռաբար հանրային ներդրումային կոմիտեի ներկայացված ծրագիրը հաստատվելու դեպքում եւ եթե կառավարության հետ հնարավոր լինի համաձայնությունների գալ, հնարավոր է նաեւ կազմակերպել նախընթաց գնումների գործընթացներ 2026 թվականին այս ուղղությամբ դեռևս աշխատանքներ տարվում են։ Շնորհակալություն Տիկին Բաբայան, իսկ կառավարության ներդրումային կոմիտեի նիստը այս տարի նախատեսվում է։ Մեր տեղեկություններով պլանավորված է, բայց դեռևս որևէ օր կամ բան հստակ ասված չէ, մենք այնուամենայնիվ պատրաստվում ենք դրան։ Շատ լավ, հաջորդ։ Հանձնարարական համար 12 զեկուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի մասնաշենքի կառուցման աշխատանքները ընթանում են պլանավորված ժամանակացույցին համաձայն եւ բավականին արագ տեմպերով ես ձեռքի տակ տրամադրել էի նախապես առանձին մասնաշենքերով ընթացող աշխատանքների կատարվածության եւ ավարտվածության աստիճանի մասին տեղեկատվություն, ֆինանսական կատարողականի մասին նույնպես տարին կփակենք լավ արդյունքներով եւ այս մասով ենթադրում եմ մենք շեղումներ չունենք աշխատանքների ընթացքի մասին եւ մեր խոստումները կարծես թե իրականացվելու են եւ 26 թվականի աշնանը մենք այս տեմպերով որ գնանք առանց շեղումների եւ խնդիրների մենք կունենանք դպրոցի մարզադպրոցի բացումը։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, իրականում այս մարզադպրոցի կառուցման տեմպերը մեզ որոշակի
նոր բան են ասում մեր ստանդարտների մասին, ասում են այն, որ այս տեմպերով հնարավոր է աշխատել եւ նաեւ հնարավոր է աշխատել որակով եւ խնդրում եմ պարոն Թևոսյան այս հաշվի առնել, որովհետեւ մենք փուլ առ փուլ բոլորից, բոլոր աշխատանքներից պահանջելու ենք մոտավորապես նմանատիպ տեմպեր։ Ես հիշում եմ, երբ որ նախագիծը քննարկվում էր, այն ժամանակ ասվում էր, որ մեր ստանդարտներով քաղաքաշինության կոմիտեի նախագահի ինչ-որ մի հրամանի նախորդ հրամանի ստանդարտներով սա պետք է տևեր 5 թե 6 տարի, պարոն Սեդոյան, քանի տարի։ 6 տարի։ Նախագծով նախատեսված էր, որ այս աշխատանքները պետք է տևեն 6 տարի։ Մենք 1 տարի 6 ամսում աշխատանքները ոնց որ թե ավարտին ենք հասցնելու։ Ճիշտ եմ, Տիկին Բաբայան։ Այո, Այսինքն այն ինչը որ մեր ստանդարտներով նախատեսված էր 6 տարի, իրականության մեջ մենք 1.5 տարում ավարտում ենք։ Եվ տեմպը համապատասխանաբար ցույց է տալիս, որ դա հնարավոր է։ Եվ եթե դա հնարավոր է նաև մեր մանկապարտեզների դեպքում, դա հնարավոր է նաև մեր բակերի դեպքում, հարգելի գործընկերներ, դա հնարավոր է մեր բոլոր աշխատանքների դեպքում։ Եվ այսուհետ այս պահանջը լինելու է բոլոր շինարարական աշխատանքների վերաբերյալ։ Ապագա շինարարական աշխատանքների վերաբերյալ նախագծով ժամկետները սեղմեք, այդ ստանդարտներից դուրս եկեք։ Այսինքն այն ստանդարտները, որոնք որ կան, վստահաբար դրանք վերանայման կարիք ունեն, վստահ եմ քաղաքաշինության կոմիտեն դրանք վերանայում է, բայց մենք առաջանցիկ այդ ստանդարտներից արդեն դուրս ավելի սեղմ ժամկետներ պետք է պահանջենք մեր կառուցապատողներից։ Մեր մրցույթներով մեր նախագծողները շատ ավելի սեղմ ժամկետ պետք է դնեն շինարարության համար։ Սա է լինելու այն տրամաբանությունը, որը մենք պահանջելու ենք մեր կապալառուներից։ Եվ խնդրում եմ այս ստանդարտը ֆիքսենք որպես ապագայում մեր պահանջ։ Հաջորդը։ Բնապահպանության վարչությանը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 92 ձեռնարկել համապատասխան միջոցներ Երևան քաղաքում նոր աղբավայր կառուցելու նպատակով մրցույթ հայտարարելու համար եւ զեկուցել։ Պարոն քաղաքապետ, ուրեմն գործող աղբավայրերի փակման նախ նշեմ եւ նոր աղբավայրի կառուցման ներդրումային ծրագրի ուղղությամբ էական առաջընթաց ունենք։ Մենք սկսել էինք եւ կառավարության գործընկերների հետ տարածքային նախարարության եւ նաեւ ԶԵՊ-ի հետ զուգահեռ աշխատել, որ เป զի տարածաշրջանային եւ ազգային, այսպես ասած, թափոնների միասնական կառավարման հովանու ստրատեգիայի ներքո նաեւ Երևանի ներդրումային ծրագիրը առաջ տանենք, այս պահի դրությամբ ունենք հետևյալ պատկերը, որ արդեն իսկ 3-4 օր առաջ հրապարակվել է իդեպ նշեմ, քանի որ ծրագիրը բնապահպանական բավականին մեծ, այսպես ասած, բարձր բնապահպանական ռիսկի կատեգորիային է դասվում, արդեն իսկ ՎԶԲ-ի հետ համագործակցությամբ հայտարարվել է Երևանի կոշտափոնների ծրագրի շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության խորհրդատվական ընկերության ներգրավման մրցույթը եւ եթե ոչ այսօր, ապա ամենայն հավանականությամբ այսօր արդեն կհայտարարվի մրցույթը միջազգային խորհրդատվական ընկերություն ներգրավելու, որի շրջանակներում նախատեսվում է ծրագրի պատրաստումը։ Ինչ ենք հասկանում ծրագրի պատրաստում ասելով, հասկանում ենք այն, որ եւ իրագործելիության ուսումնասիրությունը եւ հանրային ներդրումային ծրագրի մշակման աջակցությունը եւ անհրաժեշտ արդեն գնումների փաթեթների մշակումը եւ գնումների գործընթացի կառավարմանը աջակցությունը ներգրաված են այս խորհրդատվական գալիք ծառայությունների մրցույթի ծավալների մեջ այս պահին 22 շաբաթ է նախատեսված խորհրդատվական աշխատանքների համար
եւ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում, այսինքն ընկերություններ գրավելու դեպքում կրկին 26 թվականին մենք հավանաբար հնարավորություն կունենանք մրցութային գործընթացներ մեկնարկել նախքան վարկային համաձայնագրերի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելը, եթե կրկին կառավարության հետ հնարավոր լինի այս մասով պայմանավորվածություն